գիտական մեթոդով ամբողջ բանակցային պատմությունը վերլուծելու արդյունքում ինչ հետևության են գալիս, իմիջիալոց էտել եմ ասել, էլի ոչ մի նոր բան չեմ ասել, որ Ղարաբաղի հարցի բանակցային ողջ գործընթացը երբեք ոչ մի վարքյան, ոչ մի պահ չի եղել Ղարաբաղի հարցը կարգավորելու մասին։ Ղարաբաղի հարցի բանակցային ամբողջ գործընթացը եղել է Հայաստանի, շուտ առումով այո, նաև Ադրբեջանին թակարդի մեջ պահելու մասին։ Ուրիշ որևէ բանի մասին չի եղել։ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում երբեք խնդիր չի դրվել Ղարաբաղի հարցը լուծել։ Սա շատ կարևոր արձանագրել։ Այլ խնդիր է դրվել այնպես անել, ես Հայաստանի տեսակետից եմ ասում եւ Հայաստանի առում, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն լինելու շանս չունենա։ Եվ էսա ինչքան էլ բարդ է դա խոստովանել, հասկանում ենք, չէ՞, մեր մի ամբողջ սերնդի կյանքի մասին է խոսքը, բայց մենք չենք կարող առաջ գնալ, եթե մենք սա չխոստովանենք։ Եվ երբ որ ես ասում եմ աշխարհաքաղաքական թակարդից դուրս ենք եկել, ես դրա մասին եմ խոսել եմ թոկի մասին եւ այլն, հնարավոր շատ շահարկվել է, շատ օգտագործել, բայց դա ակնհայտ բան է։ Այդ փաթեթը, որը հրապարակվել է, խնդրեմ ընթերցեք, դա դրա մասին է, թե ինչպես էր արգելակվում Հայաստանը, եւ ոչ միայն Հայաստանը, ես ավելի լայն մասշտաբով կասեմ, տարածաշրջանը կայանալու որպես ինքնիշխան բարեկեցիկ շրջան։ Եվ հիմա ես երբ որ ասում եմ դուրս է եկել թակարդից աշխարհաքաղաքական, ես նկատի ունեմ հաստատված խաղաղությունը։ Եվ մտահոգությունները, որոնք հնչում են կամ այդպես բուրըն հայրենասիրական դիտանկյունով հնչող ձևակերպումները, դրանք բոլորովին ուրիշ բանի մասին են։ Դրանք Հայաստանը թակարդի մեջ վերադարձնելու մասին են, ուրիշ որևէ բանի մասին չեն։ Եվ հետևաբար, այո, այսօր առավելապես օգոստոսի 8-ի համաձայնություններից եւ դրանից բխող գործողություններով ես էլի ասել եմ ասում, մենք այսօր պետություն ենք քան երբևէ, ինքնիշխան ենք քան երբևէ, անկախ ենք քան երբևէ եւ ասել եմ նաեւ պետական մարմինների աշխատողների առաջին համաժողովում, որ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանը այսօր ապրում է իր վերջին 500 տարվա պատմության ամենահեռանկարային եւ ամենախոստումնալից շրջանը։ Մենք երբեք նախկինում, նախորդող շրջանում երբեք ժամանակաշրջան չենք ունեցել, որ ապագայի նկատմամբ ունենանք վստահության այսքան կշիռ։ Խնդրեմ։ Արձագանք։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, այսինքն կարող եմ արդյոք ինձ համար ամփոփում անել հետևյալի մասին, որ քաղաքական թիմը հիմնական աշխատանքը, որը կատարել է, դա Հայաստանի պետականության եւ անկախության ու ինքնիշխանության համար կատարված աշխատանքն է, եւ խաղաղության օրակարգը գալիս է սպասարկելու կրկին այդ օրակարգը։ Այո, եւ ընդ որում պետք է էտել արձանագրել, որ չգիտեմ, դա լավ է խոստովանել, թե վատ է խոստովանել, բայց սա ի սկզբանե պլանավորված ռազմավարություն չի եղել։ Մենք մի քիչ ինտուիտիվ ենք գործել, մի քիչ չնայած ինտուիցիան պետք չի թերագնահատել, բայց ես ուզում եմ ասել, որ սա մենք քաղաքական մեծամասնության մասին ենք խոսում, բայց ես ուզում եմ լրացնել նաև սկզբից ասացի կառավարություն, հետո ասացի քաղաքական մեծամասնություն, սա իրականում ժողովրդի մասին է։ Հակառակ դեպքում մենք 20 թվից հետո ո՞նց էինք ընտրություն հաղթում։ Հակառակ դեպքում այդ process-ների արդյունքում մենք ո՞նց ենք շարունակում այսօր մինչև հիմա մնալ կառավարողուժ Հայաստանի Հանրապետություն։ Ինչի հաշվին ենք շարունակում մնալ կառավարողուժ Հայաստանի Հանրապետության։ Մի բանի շնորհիվ, որ ժողովուրդը այնտեղ, որտեղ, այսպես ասած, ակադեմիական տեքստային մակարդակով չի բանարել, չի մշակել ինֆորմացիան, թե ինչ է տեղի ունենում, ինտուիցիայով տեսել է, որ տեղի ունեցող process-ը իր ներքին զգացողությանը, իր ներքին զարկերակին համահունչ է։ Թե չէ որ ժողովուրդը որևէ իշխանություն չուզենա, որ մնա։ Հիմա նաև տեղի ունեցավ վերջին կարևոր իրադարձությունը, որ ընդդիմություն եկել նոր թեմա ենք դեպ, հրապարակեք բանակցային փաթեթը, հրապարակվեց բանակցային փաթեթը։ Հիմա էլի նույն նարատիվները, որոնք վաղուց հնացած են։ Ես ձեզ մի բանաձև եմ ասում, ինչ կասեն ընդդիմության բարձրացրած բոլոր հարցերի պատասխանը։
Երբ որ իրանք խոսում են բանակցային գործընթացի մասին, սենց պտիլներ, հարգելիներս հարց տանք, իրանք քանի տարի, 30 եւ ավելի տարի իշխանություն են եղել։ Մի կտորով էլ, ասենք ինչ որ 10 կամ չգիտեմ։ 100 անգամ ասել են, բա որ տենց շանսեր կար, բա ինչի՞ չեք լուծել։ Եկեք անդրադառնանք այս հարցին։ Այսինքն եղել է լուծման, ինչպես իրենք են ասում, հայամետ լուծման շանս ա եղել, դուք չեք արել, բան չեք մեզ դավաճան ասում, ուրեմն դուք եք, ձեզանից մեզ դավաճան չկա։ Տարբերակ A եւ B տարբերակ, այդ ամենը ընդամենը աչքակապոցի է։ Ընդամենը աչքակապոցի է։ 2019 թվականի ԵԱԿ Մինսկի խմբի առաջարկը, հարգելի գործընկերներ, ես ուղիղ, անուղակի, մի քանի անգամ, հիմա էլ բանա, հրապարակված է։ 100 անգամ ասել եմ, ես երբեք Հայաստանի Հանրապետության նախագահ չեմ եղել։ Այդ փաստաթուղթը սկսվում է, որ ներկայացվել է։ Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներս, այսինքն դա ինչ է, այդ փաստաթուղթը ընդհանրապես ոնց է արել։ Ես երեք մի քննարկման ժամանակ ես արձանագրեցի, որ ես նրբությանը չեմ անդրադարձել, որովհետև ես այնքան շատ բանի եմ անդրադարձել, ինձ թվում է թե ամեն ինչի անդրադարձել եմ։ Այդ 19 թվի փաստաթուղթը ոնց է հայտնվել։ Այդ 19 թվի փաստաթուղթը հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ, երբ որ ես 2018 թվականին վարչապետ եմ դարձել։ Ես խնդիր եմ դրել, ասել եմ համանախագահների առաջ ասել եմ, ստեղ թղթեր կան լիքը, ես մի չեմ հասկանում, այս թղթերից որն է այս պահի մեկնարկային կետը բանակցային գործընթացի նախորդող շրջանի բանը ամփոփումը սեղմագիրը, որն է նախորդող շրջանի բանակցային գործընթացի սեղմագիրը։ Այդ 2019 թվականի հունիսի թուղթը է, երբ որ ես ասել եմ ինձ, ասեք, որն է սեղմագիրը նախորդող շրջանի, համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր։ Եվ այդ համատեքստում է, որ ես հարց եմ տվել, ասել եմ, լավ, ես կարդում եմ։ Հիմա ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը։ Հիմա այս փաթեթներով կարա Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում։ Որևէ այս մեխանիզմով։ Եվ հնչել է շատ հստակ պատասխան, այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Սա ինչ, հա, նաև գրած է, իհարկե, գրած է, բայց նոր մարդ ես մտածում ես գրածը կարող է ճիշտ չես մեկնաբանում։ Ավարտ, սրանով հիմա եկել են